Թրամփը սպառնում է Իրանին թեժացնելով միջուկային ծրագրի թեման, բայց կտրուկ գործողությունների չի գնա։ Ռազմական բախումը ձեռնտու չէ ոչ Վաշինգտոնին, ոչ Թեհրանին, միևնույն ժամանակ մեր հարավային հարևանը չի շտապում սեղմել Ամերիկայի պարզած ձեռքը, չեն հանդուրժում սպառնալիքի լեզուն, չեն բանակցում նրանց հետ, ովքեր փորձում են իրենց կամքը թելադրել։ Այնինչ Թրամփի համար միջուկային ծրագրի հարցը համաշխարհային քաղաքականության հրատապների ցանկում է, այնքան, որ Թրամփը ակնարկում է ռազմական հանգուցալուծման մասին։ Այս փուլում բարձրացնում են կարծես թե խաղադրույքները։ Եվ իրանական կողմն էլ կարծես թե ցանկանում է բանակցել միայն որոշակիորեն միջուկային ծրագրի վերաբերյալ, դուրս թողնելով հրթիռային ծրագրերը, ածսների ծրագրերը եւ այլն։ Ամենայն դեպս կարծում եմ, որ բանակցային որոշակի գործընթաց կսկսվի։ Միջնորդի դերը կարող է Մոսկվան ստանձնել, ամեն դեպքում նման խոսակցություններ են շրջանառվում։ Սա հնարավոր կլինի ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից հետո։ Եվ Իրանին, հատկապես այս փուլում, եւ Միացյալ Նահանգներին լայնամասշտաբ ռազմական որևէ գործողություններ եւ նաեւ Իսրայելի այս ճնշումների ներքո Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ եւ այլն բնավ նպատակահարմար չի։ Իրականում Իրանը ուժեղ է, բայց ոչ այնքան, որ հեշտությամբ դիմակայի Ամերիկայի կամ Իսրայելի օդային հարվածներին, ասում է մասնագետը։ Եթե Թել Ավիվի հարվածներին որոշակի դիմադրություն եղավ եւ հրթիռները հետ մղվեցին, ԱՄՆ-ի դեպքում միևնույնը չի լինելու։ Օբամայի ժամանակ Իրանին հաջողվել էր բանակցել միայն միջուկային ծրագրի շուրջ, շրջանցելով հրթիռային ծրագրերի թեման։ Հիմա էլ նույն սցենարի կողմնակից են։ Իրանական կողմը նույն հրթիռաշինությունը եւ ԱԹՍ-ների արտադրությունը ռազմական առումով իր համար նաեւ կանխարգելիչ միջոց է համարում եւ Իսրայելի այդ արճակատման վերջին երկու գործողություններում տեսանք, որ իրանական կողմը այդ հրթիռային հարվածներով կարողացավ որոշակիորեն իր համար խնդիրներ լուծել։ Իրանի ներսում խոսակցություններ բանակցությունների մասին այնուամենայնիվ կան։ Փեզեշքյանն էր դրա կողմնակիցը, սակայն ենթարկվեց հոգևոր առաջնորդին։ Սա առաջին դեպքն է, երբ Իրանի նախագահը դեռևս պաշտոնավարման ժամանակ բացահայտորեն ընդունում է ազգային կարևորության հարցում Խամենեիի հետ քաղաքական տարաձայնությունները։ Այս ֆոնին բավական ուշագրավ են Իրանի վերջին պաշտոնանկությունները։ Փեզեշքյանի կաբինետի երկու անդամ վերջերս հեռացան պաշտոնից։ Զարիֆ պաշտոնանկ եղավ, իսկ Զարիֆի նկատմամբ անվստահությունը, երբ որ Թրամփը դուրս եկավ ստորագրված պայմանագրից, բավականին մեծացել էր Իրանում։ Եվ այս փուլում կարծես թե նոր բանակցային գործընթացից, եթե դա լինի, Զարիֆին դուրս թողնելու քաղաքականություն է վարվում։ Եռակողմ ռազմական կապերն ամրապնդելու նպատակով Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում։ Ծովային անվտանգության գոտի 2025-ը պլանային է ու կարևոր։ Չաբահար նավահանգստի ջրերում անցկացվող զորախաղերին հետևում են ռազմական դիտորդներ Ադրբեջանից, Պակիստանից, Քաթարից, Օմանից։ Դրանք անցկացվում են 7-րդ անգամ եւ ծովային անվտանգության ապահովման, ահաբեկչությանն ու ծովահենությանը հակազդելու նպատակներն ունեն։ Ցույց է տալիս, որ Իրանը մյուս երկու համաշխարհային գերտերությունների հետ բավականին լավ հարաբերություններ ունի եւ դա նաեւ այս Իրան-Ամերիկի հարաբերությունների սրացման ֆոնին Իրանին օգնելու է որոշակիորեն հակազդել ամերիկյան նաեւ քարոզչությանը։ Երեք երկրները ընդլայնում են գործակցությունը։ Վերջին տարիներին Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերը ավելի ու ավելի հաճախ են համատեղ զորավարժություններ անցկացնում, այդ թվում Խաղաղ օվկիանոսում եւ ավելի հեռավոր վայրերում։ Հունվարին Ռուսաստանն ու Իրանը նաև համաձայնագիր են ստորագրել առևտրի եւ պաշտպանության ոլորտներում գործակցության ընդլայնման մասին։ Իրանը շատ ակտիվ է զորավարժությունների հարցում։ Ցանկացած արտաքին վտանգի պայմաններում սեփական նաև կարողություններ ցույց տալու եւ պատրաստվածությունը ցույց տալու համար զորավարժությունները իրականացվում են։ Դրա օրինակներից մեկն էր նաև մեր սահմանի մոտ իրականացված զորավարժությունները մի քանի, երբ որ եղան սրացումներ Իրան-Ադրբեջան հարաբերություններում եւ դրանք կարծես թե տվեցին իրենց արդյունքները։ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով ներկայում Չինաստանն ունի աշխարհի ամենամեծ ծովային մարտական արսենալը՝ 234 ռազմանավ։ ԱՄՆ ռազմածովային ուժերը 219 են։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։